10:37 րոպե դուք շարունակում եք ունկնդրել Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք ձեզ եւ իհարկե մաղթում միայն հաջողություններ, չենք մոռանում, որ այսօր փոփոխությունների ժամանակն է եւ եթե ինչ-որ պլաններ, նախագծեր ու ծրագրեր ունեք, ապա հենց այսօր սկսեք գործել, որովհետեւ ռիսկը գործիքեսն է եւ պիտի քայլերը սկսեք անել, որպեսզի հասնեք հաջողության։ Լիովին քեզ հետ համամիտ եմ եւ հենց առաջիկա րոպեները եւս խոսելու ենք հաջողության ճանապարհի մասին եւ սիրով ուզում ենք ողջունել մեր հյուրասրահի հաջորդ հյուրերին Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալակյանին Բարի լույս եւ հաջողակից սկսնակի ծրագրի շահառու Իրինա Մարտիրոսյանին եւս ասում ենք բարի լույս իսկ ինչի մասին ենք մենք զրուցելու հարգելի ռադիո լսողներ տեղեկացնենք որ նոյեմբերին կայանալու է Իմ քայլը հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիք գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությամբ եւ ամենակարևորը ընթրիքից գոյացած ամբողջ հայցույթը տրամադրվելու է հաջողակից սկսնակին փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շահառուների երազանքներն իրականացնելուն այնպես որ դուք էլ կարող եք մասնիկը կազմել այդ մարդկանց երազանքներին գնալուն եւ այստեղ մեզ համար շատ կարեւոր է բարեգործության նոր մշակույթ ձևավորելու առումով ճիշտ ենք այո եւ դերևս սկսենք հիմնադրամի ներկամ ծրագրերից խնդրենք Թալինին մի փոքր մեզ լուսավորել որոնք են այ հիմնական ոլորտները եւ իհարկե սկզբունքները որոնք դուք իրականացնում եք բարեգործություն սիրո օգնիր մարդուն ոտքի կանգնել իսկ անկում մնալը թողիր սեփական ոտքերին այս բացառիկ մարդասիրական առաքելությանն է կոչված Իմ քայլը հիմնադրամը մենք իրականացնենք մեր ծրագրերը ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացման, տալով պետքեղացմդություններ, գիտելիքներ եւ կարեւորելով առաջնահերթություն համարելով շարունակական գրթության խաղապարը Մենք մեր ծրագրերը ուղղել ենք բոլոր հասարակության ուժերի եւ տարիքային շերտերի, անոնք սոցիալ-տնտեսական, գրթական, գիտական եւ մշակութային, խելացի գյուղատնտեսության ոլորտներում ծրագրեր են, եթե թվեմ ծրագրերը կարճ ներկայիս մեր իրականացրած ծրագրերը Հորիզոններ դուալ գրթական ծրագիրը Սյունիքի մարզում խելացի գյուղատնտեսության ոլորտում Պատերազմի մասնագետների մասնակիտական ներուժի բացահայտման ծրագիրը քվանտային եւ մեզոսկոպային ֆիզիկայի մագիստրոսական 1.5 տարվա ծրագիրը ունենք հատուկ կարիքներ ունեցող անձանց հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծրագիր, որպեսզի իրենք ունենան իրենց աշխատանքը, ունենք տնտեսապես կայուն ընտանիքներ ծրագիրը, որ ուղղված է մեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենագիտներին եւ մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրը, որ ուղղված է երեխեքի մշակութային կյանքի հարստացնելու բավականին լայն սպեկտր բոլոր ոլորտները վերցրել եք բոլոր ոլորտները եւ նաեւ գուզեմ այստեղ նշել կարևորել գրթվելը նորացև է շարժման աչագից ծրագիրը, որ ունի 6 տարբեր նախագծեր եւ նաեւ այսօրվա մեր հիմնական, որ եկել ենք դրա մասին խոսելու, հաջողակից սկսնակին ծրագիրը։ Խոսենք հաջողակից սկսնակին ծրագրի մասին, որովհետեւ ինձ շատ հետաքրքրեց նախ եւ առաջ վերնագիրը։ Ստացվում է, որ հաջողակ մարդիկ ոնց որ փոխանցում են սկսնակին հմտություն եւ հնարավորություն, որպեսզի սկսնակը կարողանա իրականացնել իր երազանքը, ճիշտ եմ հասկացել։ Այո։ Իսկության մեջ հաջողակից սկսնակին ծրագիրը նպատակ ունի ոչ միայն խթանել փոքր ցերնարկադիրության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, այլև ձևավորել բարեգործության նոր մշակույթ, ստեղծել եւ զայն դարձնել ավանդույթ։ Գաղափարը որտեղից է եկել։ Ավանդույթ Գաղափարը անգերձ ասած մեր գործադիր տնօրեն Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանից է եկել, որովհետև անպայման ուզել է տարածել նոր մշակույթ բարեգործության, որ հաջողակ մարդիկ այդ բարդականությունը սկան օգնելու եւ կողքին կանգնելու սկսնակ առաջին քայլերը առնող մարդկանց մեջ հիմնադրամը գտարնա գամուրջ տարբեր բնակավարներում հաջողության հասած մարդկանց եւ առաջին քայլերը կատարողներու միջև
Ծրագիրը գիրականացնենք տարին 2 անգամ աշտան եւ քարնան, ամեն անգամ մի թիրախային խումբ կընտրենք թե շահառուների, թե բարեգործական միջոցառման մասնակցողների, ամեն մեկ փուլը կմեկնարկի կսկսի բարեգործական միջոցառումը, որին ողջ հասույթը ոնց հիշեցիք, գովի շահառուներին, բիզնեսների, քաղաքապարների իրականացման կամ եղած եւ ունեցած բիզնեսները ընդլայնելու համար եւ հիմնադրամը պետք է այստեղ հիշել, որ իր ռեսուրսներից անպայման գավելացնե նայած բիզնեսի իրադարձության, բիզնեսի քաղաքապարին եւ պահանջված բյուջեին մենք հաջողությամբ պետք է նշել, որ ավարտել ենք ծրագրի 2 փուլերը, հաջողակին գործարարից սկսնակին գործարարի եւ երիտասարդի երազանք փուլերը, որի արդյունքում մենք ունենք 42 գիներ Հայաստանի Հանրապետության մարզերում, որ ունին իրենց հաջողակ բիզնեսները, ունին իրենց կայուն եկամուտը, նպաստում են իրենց ընտանիքի զարգացման եւ ունին 57 տղամարդիկ երիտասարդի երազանք փուլի արդյունքում, որ նաև ունին իրենց հաջողակ բիզնեսները, ներկայիս ստեղծենք միասին փուլի շահառուները, որ նորաստեղծ ընտանիքներն են, մասնակցում են բիզնեսի կառավարման եւ պլանավորման դասընթացների, որ մենք կմշակեն իրենց բիզնես ծրագրերը, կներկայացնեն հadoop ձևավորված հանձնաժողովի եւ լավագույն եւ իրատեսական բիզնես ծրագրերը կստանան իրենց դրամաշնորհները։ Հիշեմ, որ նորաստեղծ 31 ընտանիքներ կան, որ մասնակցում են դասընթացին, իսկ այժմ արդեն հայտարարած ենք 4-րդ միմյանցից vocation ճված փուլը, պայմանավորված գին սկսնակ ցերներեցների բազմաթիվ բանջներ են եւ թիմումներ են, որ եկան մեզի նորից գին սկսնակ ցերներեցների համար է այս 4-րդ մեր փուլը, միմյանցից vocation ճվածը։ Եթե դուք կտակ եւս մեկ հատ ձեզ ուղեմ, այնուհետև Իրինայի հետ կզրուցենք, ինձ հետաքրքրում է շահառուների հետ յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո կապը պահում եք թե ոչ եւ հաջողություններ, որոնք արդեն ունեք արձանագրած այսօր։ Հաջողությունները, որ արդեն ունենք, ասեցի, հաջողակ բիզնեսներ ունենալն է մեր շահառուները, որ մեր հաջողությունն է, այո, 42 գիներ, 57 տղամարդիկ եւ այժմ 31 նորաստեղծ ընտանիքները, որ մասնակցում են, այնքան մեր հաջողությունն է, իրենց գայուն բիզնես ունենալը, շուկայի մեջ ներգործել, արդեն մեզի համարալ հաջողություն է, շահառուների հետ անշուշտ որ կապ կպահենք, մենք բարբերաբար գիրականացնենք միշտաթի դարման այցեր, որովհետեւ քրանցենք իրենց հաջողությունները ծանոթանանք նաև եւ խոսենք մարդահրավերների եւ դժվարությունների մասին, նաև մեր շահառուների գրթական շարունակական գրթությունը եւ զարգացումը կարեւոր է մեզի համար եւ անորոշ մեր շահառուները միշտ վերապատրաստման դասընթացների փորձի փոխանակման այցերի կուղարկենք Հայաստանում կամ արտերգրում մշակութային միջոցառումների կմասնակցին։ Շարունակական է ձեր գործակցությունը։ Այո, շարունակական է եւ մեզի համար ամենից շատ կարեւոր է իրենց զարգացումը, գրթությունը, ժամանակի հետ քայլելը։ Մեր շահառուներն մեկը որ այսօր ներկա է արդեն Իրինան է, որ թե առաջին փուլի շահառու է, թեյալ վերապատրաստման դասընթացքի մասնակցել հետո Չինաստանի ժողովրդական հանրապետությունում։ Օ, դա արդեն շատ ավելի լուրջ է, Չինաստան եք ասել, որպեսզի վերապատրաստվեք։ Ինչ տվեց նախ առաջ ծրագիրը ձեզ, Իրինա։ Բարև ձեզ, հրավերի համար։ Ես հանդիսանում եմ հաջողակից սկսնակին ծրագրի առաջին շահառուներից մեկը։ Ծրագիրը իմ բիզնեսի համար հանդիսացել է հիմնակար, որի վրա կարողացել եմ կառուցել այսօրվա արդեն իսկ իմ գործող բիզնեսը։ Ոլորտը կասեք բիզնեսի։ Սննդի արտադրությամբ ենք զբաղվում, այսօր համոմություններից ենք խոսում։ Հա, արտադրում ենք Հայաստանում 7 րոպեում պատրաստվող ճաշեր, ինքը նորարարություն է, հենց այդ նորարարական բիզնես գաղափարն էլ հանդիսացել է որպես նորարարական գաղափար առաջ գնալու համար։ Հիմնադրամի աջակցությամբ ամբողջությամբ համալրել ենք մեր արտադրամասը խոհանոցային սարքավորումներով, որի կարիքը շատ ունենք։ Ըստ այդմ արդեն կարողանում ենք բիզնեսում աճ գրանցել, առաջիկայում էլ նախատեսում ենք աշխատանքի ընդունել մեր գյուղաբնակ կանանց, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են գտնվում։ Շատ կարևոր է։ Այստեղ ծափեր, իսկապես։ Շնորհակալ եմ։ Իսկ Չինաստանում գտնվելը, վերապատրաստվելը եւ իմ անձնական մտավոր այսպես աճի համար եւ բիզնեսի համար շատ կարեւոր է եղել, որովհետեւ այնտեղ մենք հանդիպել ենք չինացի կին գործարարների հետ ունեցել ենք եւ ինտերակտիվ քննարկումներ եւ փորձի փոխանակում
որի արդյունքում շատ մի կարևոր փաստ արձանագրեցի, որ բիզնեսում որպիսի նամանավանդ սկսնակ կին ձեռներեցը հաջողության հասնի, պետք է կարողանա ժամանակը ճիշտ կառավարել եւ համագործակցել այլ կանանց հետ, որպիսի դու կարողանաս քո բիզնեսը ճիշտ ուղու վրա դնել, անկախ նրանից թե ինչ բիզնես ես վարում։ Այո, դա այդպես է։ Իրինա, ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր այն նոր են իրենց առաջին քայլերը փորձում իրականացնել բիզնեսում։ Դե քանի որ իրենց երազանքը արդեն դարձրել են նպատակ եւ ծրագիր, դա արդեն քայլեր են առաջ գնալու, թող չվախենան ու թող առաջ գնան։ Քանի որ մարզերում բիզնես սկսել եւ աշխատատեղ ստեղծելը շատ կարեւոր է։ Եվ առաջնային կարծում եք, Այո, իհարկե։ Մի բան էլ նշենք, որ ինձ շատ ուրախացրեց մի հանգամանք, որ չեք սևեռվել կոնկրետ սեռի վրա եւ փորձել եք ոչ միայն խթանել կանանց, այլև տղամարդկանց եւ այստեղ հավասարությունը պահվել է, որովհետեւ գիտենք, որ հիմա էլ հակառակ ուղղվածությամբ բոլորը կանանց համար են արվում, շատ ուրախացրեց, որ նաեւ կան ծրագրեր տղամարդկանց համար, այս պահին քանի դիմորդ կա արդեն, երբեք նաեւ ամփոփելու արդյունքները։ Կարևոր է նշեմ միմյանցից ոգեշնչված նախագիծի թիմորդ 423 թիմում ունենք մինչ օրս եւ ժամանակ ունենք մինչեւ նոյեմբերի 1 ասեցի բանջկը շատ էր մեզ թիմոնները շատ էին գինը սկսնակ ծերներեցներ որոնք ուզում են իրենց կայուն եկամուտ ունենալ անձնական աշխատանք ունենալ նպաստել իրենց ընտանիքի զարգացման եւ մեզի համար ուղղակի vocation-չող է հաջողություն է, որովհետև իրենք տեսան իրենց նախորդ ընկերների, հայրենագիտների, շահառուների հաջողությունները, արդյունքները, կանօրինակներ եւ դրա համար ունենք շատ թիմումներ։ Բայց ընտրիքի մասնագից ունենք մինչև հիմա 20 մասնագից, որ այդ բարեգործական մշակույթին հավատացած է եւ ուզեր է մասնակցել, այստեղ անգերձորեն գուզեմ ասել, երևի չի հաջողեցանք այդ բարեգործական մշակույթը տարածել եւ թիվը մեծացնել, միշտ ունեցել ենք ընտրիքի կամ միջոցառման մասնագից 60-ից 70 մարդ, որ հավատացած է։ Հիմնադրամը բարդավորություն ունի եւ պատրաստ է այս 423-ից բոլոր փուլերը հաղթահարածներուն դրամատրել, դրամաշնորհներ, աչակցել եւ գողքին կանգնել, մենք միշտ մեր թուրը թագողներուն պատասխանած ենք, եթե անշուշտ մեր կարողության սահմաններում եւ ծրագրերի շրջանակներում է, միշտ գողքին ենք կանգնել։ Այսօր ես ուզում եմ գոչ ուղել բոլոր մեզ լսողներուն, որ կհավատան բարեգործության այս նոր մշակույթին, կհավատան, որ իրենք պետք է գող կգանքնեն սկսնակ մարդոց եւ առաջին քայլերը առնողներու, կհավատան ուրիշին դալու եւ ուրիշին օգնելու արժեքին, որը պետք է փոխանցվի հաջորդ սերունդներուն, մասնակցեն մեր ծրագրին, որպեսզի միասին մենք օգնենք կողքին կանգնենք այդ սկսնակ ցերներեցկիներուն, որոնք ունին երազանքներ, որոնք սրտադրոպ սպասում են ինչպես Իրինան իրենց ծրագրերի իրականացման, եթե հաջողագեք, եթե հասարակական, գրթական եւ մշակութային ոլորտներում ակտիվ անձնավորություններ եք, ցերներեց եք, բարձրապես կայացած անցեք, մասնակցեցեք նախագծին 1 միլիոն եւ ավել նույնիսկ փոխանցելով մեր գայքում գա հաշվի համարը, գա միմյանցից vocation չվածի նպատակով, որպեսի միասին vocation չենք, խթանենք, քաչալերենք այս սկսնակ գիներուն, Հայաստանի Հանրապետություն մեր հայրենագիցներում եւ նպաստենք փոքր բիզնեսի զարգացման մեր սիրելի հայրենիքում։ Կուզեմ նաեւ նշել, որ եթե մարդ կա, որ կհավատա բարեգործության քաղաքարին եւ մշակույթին, բայց կարողություն չունի 1 միլիոն դրամ փոխանցելու, թող փոխանցե սրտափուխ իր ուզած գումարը, բարձրապես որպեսի իր լուման ունենա մեր այս նախագծի հաջողության մեջ եւ մասնակցի այս նախագծին եւ մեր սկսնակ կիներին ասում եմ մենք դեռ մինչեւ նոյեմբեր 1 ժամանակ ունենք թիմումներ ընդունելու եւ վստահ եմ որ այս թիվը պիտի աճի։ Մի բան հարցնեմ, քանի որ Հայաստանի հանրային ռադիոն լսում են ամբողջ աշխարհի հայերը, իսկ մենք գիտենք որ հայերը սփռված են աշխարհի բոլոր հատվածներում, այստեղ կարծում ենք տարածությունը խնդիր չի, չէ՞, այսինքն մեր հայերը եւս կարող են մասնակցել։ Անշուշտ կարող են մասնակցել
Եվ Կայքը վստահ եւս եմ, մեկ որ անգամ հիշեցնենք մեր Իմ քայլի ռադիոլսողներին։ հիմնադրամի կայքում նշված է միմյանցից ոգեշնչված նախագծի համար, որը ողջ իրենց տված նվիրատվությունը պիտի ուղղվի այդ շահառուներու բիզնեսների գաղափարների իրականացման եւ կամ զարգացման ուղղակի դալով նվիրելով ուրիշին օգնելով ես վստահ եմ որ սրտի կողունակություն կսկան եւ այդ բարեգործության մշակույթը մուտք կգործե իրենց կենսագերբի եւ առօրյա ապրելակերպի մեջ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նոյեմբերին է կայանալու Իմ քայլը հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիքը գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությամբ եւ ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվել է հաջողակից սկսնակին փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շահառուների երազանքներն իրականացնելու։ Միասին ձևավորենք բարեգործության նոր մշակույթ եւ թեվութիկունք լինենք նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց նոր քայլերն են անում դեպի իրենց երազանքներից նպատակ ու իրականություն դարձնելուն։ Հիշեցնենք եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ, մենք զրուցում էինք Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալակյանի եւ հաջողակից սկսնակի ծրագրի շահառու Իրինա Մարտիրոսյանի հետ ձեզ հաջողություն ենք մաղթում։ Վարձքներդ կատար։ Շնորհակալ ենք ձեր լացողություն վարձկերնիդ կդար։ Ինչպես որ գասենք մենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։